կանանց հետ բիզնես անելը եւ ինչ որ գործ բռնելը ինքը շատ հուսալի է։ Կարծում եմ, որ կանացի էներգիայի պոտենցիալը բավականին մեծ է։ Թվում է թե գործարարը օրը 24 ժամ իր կյանքը նվիրում է բիզնեսին։ Կանացի ձեռնարկատիրությունը ինքնին կարծում եմ, որ ավելի բարդ ինստիտուտ է։ Էսպայն ակումբում ունենք 15 կին գործարար, միանգամից էներգիան փոխվեց։ Բիզնեսը կյանքի իմաստ չի, բիզնեսը միջոց է ավելի շատ, ինքն է արտահայտվելու։ Միջավայրը միակ գործոնն է, որը մարդուն փոխում է առանց մարդու ջանքի։ Թերացավ աշխատակիցը, այդ իմ բաց թողումն է առաջի հերթին։ Գործարարի ամենակարևոր հատկությունը հենց կապիտալը շատացնելու հատկությունն է։ Ողջույն բոլորին, այսօր մենք նկարահանում ենք կապիտալիստ թողարկման հաջորդ հաղորդումը եւ այսօր մեր հյուրն է Անին Թորոսյան, Անին Պանացեա ընկերության սեփականատերն է, տնօրենն է գլխավոր եւ կլուբ կապիտալի անդամ է։ Եվ Անի ջան, մենք այսօր կփորձենք թե կյանքից խոսալ, թե բիզնեսից խոսալ եւ կոնկրետ կնոջ կողմից արած բիզնեսից ես կուզեմ մենք այսօր խոսանք։ Մեր ակումբում կա sense կարծիք, տպավորություն, որ երբ որ մենք մեր չաթում Telegram-ի ինչ որ հարցում է մեր ակումբակիցներից մեկը գրում եւ դու գրում ես ես կփորձեմ օգնել, 99% դեպքերում կամ 100% դեպքերում այդ հարցը լուծված է։ Եվ այդ տպավորությունը ես կուզենայի անպայման քո հետ կիսվեի ու ասեի, որ կանանց հետ բիզնես անելը եւ ինչ որ գործ բռնելը ինքը շատ հուսալի է, շատ այսպես ասած պիպինտ պայմանավորվածություն կարա լինի։ Դու ոնց ես կարծում, առհասարակ կանացի ձեռնարկատիրությունը ինչ առավելություններ ունի, ինչ թերություններ ունի։ Կանացի ձեռնարկատիրությունը ինքնին կարծում եմ, որ ավելի բարդ ինստիտուտ է, քան տղամարդու որպես գործարար լինելը, որովհետև ինքնին կինը շատ ավելի շատ ունի պատասխանատվություն կյանքում, զուտ բնությունից եկած, այսպես ասած, թե մայրությունը, թե կին լինելու առհասարակ երևույթը, դրա համար ինքը մի քիչ որպես ինստիտուտ երևի կնոջ համար ավելի պատասխանատու ու ավելի բարդ պոզիցիա է, չնայած որ որոշ մասերում էլ ունի իր պլյուսերը, որտեվ կինը շատ ավելի ինտուիտիվ է, շատ ավելի բնազդային է, որը շատ հաճախ օգնում է բիզնեսի մեջ, ինչպես նաև այն կինը, որը լիդերի պոզիցիայից է բիզնեսում, հեշտ է ավելի թիմի հետ կարծում եմ հաղորդակցվում եւ ավելի հեշտ է կարողանում էլի բնազդաբար այդ team building ասվածը հեշտ ավելի անում կարծում կինը, որովհետեւ այդ նույն էլի ընտանիքի սխեմայով եթե կարողանում ես ինտեգրես բիզնեսի մեջ, ոնց որ մաման է կարողանում այսպես ասած համակարգի ընտանիքը, երևի թե նույն սխեմայով դրա համար կանայք ավելի հեշտ են որոշ չափով ինտեգրվում որոշ բիզնեսների մեջ։ Իդեպ ակումբը մինչև երևի 70-80 անդամ մենակ տղամարդիկ են եղել եւ մենք մտածում էինք ինչ անենք, ինչ փոփոխություն անենք ակումբում, որ ակումբը զարգանա, ավելի լավ զարգանա եւ այդ փոփոխությունը եղավ, որ մենք փոխեցինք կանոնադրությունը եւ սկսեցինք կին գործարարներ ակումբ ընդունել եւ կարծում եմ դա մեր լավագույն որոշումներից է եղել ակումբի 6-ամյա պատմության մեջ եւ ես հետ հայացք գցելով ինստիտուտի տարիներից մի հատ հետաքրքիր դեպք հիշեցի, դե ես մաթեմատիկական կրթություն ունեմ, ժողովի վիճակագրության բաժին եմ ավարտել, մեր համար ինչ որ մի թիվ հաշվելը, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի հատ պարոլ է, ինչ որ այն ժամանակ սոցիալական ցանցերը նոր էին եւ մենք տարբեր տեստեր էինք անում, օրինակ, չգիտեմ, ադնակլասնիկներ նոր սկսում էր տարածվել, մենք ինչ որ մոդելներ էինք, մաթ մոդելներ էինք մշակում, որով փորձում էինք պարոլները գուշակեինք, հա, ինչ որ account-ների, եւ մեր կուրսում հիշում եմ մի աղջիկ կար, ով ասենց արվեստի ավելի մարդ էր, ինքը չգիտեմ ինչ էր եկել, ժող, ինչի են ժողի այդ ամենա ծանր բաժինը, այդ աղջիկը մի օր մեզ ասեց, ձեր սաղ բանաձևերը իմ համար ոչ մի բան է, ինձ տվեք մեկ օր, ես կգուշակեմ, կգտնեմ ձեր ասած պրոֆիլի պարոլը, ու տենց էլ եղավ։ Մենք չհավատացինք եւ մեկ օր հետո եկավ ասեց, այս 3 տարբերակից մեկը պետք է լինի։ Մենք ասես բոլորը զարմացած ոնց գտար էլի, որովհետեւ մաթ մոդելավորման տեսանկյունից սա մի 3 տարի կտևեր էս process-ը, մենք միջև հաշվեինք, չգիտեմ ինչ որ տարբերակներ, բայց կնոջ ուղեղը լրիվ ձև է աշխատում։ Եվ ես պատկերացնում եմ, երբ որ տղամարդը կնոջ հետ բիզնեսում մրցակցում է, բարդ վերլուծություններ անում, եթե սենց անեմ, սենց կլինի, եթե սենց անեմ, ու կինը միանգամից ճիշտ պատասխանը գտնում է շատ արագ։ Այս առումով կարծում դու ել քո վրա նկատել ես, թե ինչքան
ճիշտ լուծումները ինչքան արագ կարելի է ստանալ սեփական ինտուիցիայից։ Ահա, ինտուիցիան ուժեղ գործիք է ամեն դեպքում, որը բիզնեսի մեջ եւս լավ կիրառելի է։ Ընտիր, մի քիչ պատմի ոնց մտար այս բիզնես, ինչ վիճակում էր բիզնեսը, ինչի հենց բիոպրոդուկտներ, ինչի հենց այն նիշան, որում դուք հիմա կաք ու գործունեություն եք ծավալում։ Մեր բիզնեսը 97 թվից գոյություն ուներ, ինքը ընտանեկան, ինչպես մեր տանը ընդունված էր ասել, հոգու համար պահվող բիզնես էր, որտեղ արվում էր լավ որակի պրոդուկտի արտադրություն, որը պահվում էր որպես sense դրական գործ, այսպես ասած։ Իմ կրթությունը բոլորովին հեռու էր լինելուց արտադրական ոլորտի, ես մասնագիտությամբ բժշկուհի եմ, բայց ինքնաբերաբար տենց հանգամանքներից ելնելով որպես ժամանակավոր ինչ-որ պլան կա, այսպես ասած, ներգրավեցի բիզնեսի մեջ եւ արդեն չկարողացա նրանից դուրս գալ, որտեղ արդեն հետաքրքրեց, վերցրեց, այսպես ասած, այդ ընթացքը, հետաքրքիր դարձավ զարգացնելը բիզնեսը։ Ինչու բիոպրոդուկտներ, որովհետև բրենդը ի սկզբանե սկսեց զբաղվել նարինեի արտադրությունով, զբաղվում էր արդեն, իսկ ինքը որպես պրոդուկտ համարվում է բիոպրոդուկտ, կենդանի բիոկուլտուրայով օգտակար պրոդուկտ է, եւ արդեն քանի որ լրիվ բաց է, մեզ մոտ բաց էր, այսպես ասած, այդ ոլորտը եւ չունեինք նմանատիպ արտադրանք, զարգացումը ինձ համար ընդհանրապես մինչև այսօր հետաքրքիր է անել այն ինչ որ չունենք, այն ինչ որ նոր է, այն ինչ որ ավելի հետաքրքիր կարող է լինի ու ավելի օգուտ տա մեր հաճախորդին։ Այդպես, դրա համար զարգացումը ընտրեցինք բիոպրոդուկտների մասով, որտեվ Ինչ է բիոպրոդուկտը, մի քիչ ավելի բիոպրոդուկտը դա այն կաթնամթերքն է, որի մեջ կա կենդանի բիոկուլտուրա, որը օգտակար է մեր օրգանիզմի համար։ Այսինքն ինքը դատարկ օրինակ բան չի, դատարկ մթերք չի, որի մեջ մենակ օրինակ այդ սպիտակուցած, խաչուրի եւ ճարպն է, ինքը նաեւ պարունակում է իր մեջ պրոբիոտիկ կամ պրեբիոտիկ կուլտուրաներ, որոնք մենք ուտելով ստանում ենք պլյուս առողջություն, էլի, այսպես ասած։ Այսինքն դեղի ու սննդի խառնուրդ, այո, խառնուրդ դեղի ասելով չէ, ինքը ավելի ոնց որ բիոդաբավկա, այսպես ասած լինում, ապա օրգանիզմին աջակից գործիք է լինում, որը որ կոնկրետ մեր մասով մենք աշխատում ենք ընտրենք այն սեգմենտը, որը կբարելավի մարսողությունը, կլավացնի իմունիտետը, այն բազային ոնց որ կարիքները, որը օրգանիզմին այսօրվա հատկապես ստրեսի ու անօգտակար սնունդի պայմաններում մարդուն պետք են։ Փաստորեն հենց պանացեի անունը էլի նույն գաղափարախոսությամբ է ընտրվել, չէ՞, որպես բոլոր բաների հիվանդությունների դեր։ Այո, պանացեան դե աստվածուհի է, ինքը համադարման նշանակող տերմին է, իրականում բրենդի անունը Պապայիս ընտրությունն է, ինքը շատ համակրում էր այդ կերպարին ու տենց ի սկզբանե ինքն է դրել անունը բրենդի Եվ հետո արդեն մի տեսակ իր անունը այն как корабель назовешь, так он и поплывет, մի տեսակ այդ դրամաբանության մեջ էլ ընթացք ստացավ։ Ընտիր, փաստորեն դու բիզնեսը վերցրել ես 2010 թվականից, չէ՞։ Այդ ժամանակ ընկերությունը կարելի ասել չէր ապրում իր լավագույն, այսպես ասած, զարգացման ժամանակները, չէ՞։ Այո, այդ պահին ընկերությունը զբաղվում էր միայն նարինեի արտադրությունով, մեր ընկերությունը այդ առաջինն էր, որ ոնց որ հասանելի դարձրեց ավելի նարինե բիոպրոդուկտը շուկայում, որտեղ մինչև այդ մարդիկ սովետական միությունից դեռ վերցնում էին մերանները, տանը մերում էին ու Այդ գյուտը կար արդեն նարինե, չէ՞։ Այո, գյուտը ինքը, եթե չեմ սխալվում, 67 թվի գյուտ է։ 57 կամ 67 թվի գյուտ է, Երզնկյանն է գիտնական հայտնաբերել։ Մենք արդեն ոնց որ այդ մերանի տարբերակից հեշտացրեցինք մարդկանց կյանքը, որտեղ քաղաքում երկու տեղ էր կարելի գնալ առնել եւ այլն, իսկ ինքը լուրջ աջակցություն էր բալիկներին, հատկապես ունեինք թերսնված բալիկներ եւ այլն, ինքը շատ անհրաժեշտ իրականում առօրյայում պետքական բաներ, մենք արդեն ոնց որ պատրաստի արտադրանքը տվեցինք դեղատնային ցանց ու մարդիկ ավելի հեշտ սկսեցին օգտվել, այսինքն մասսայականացվեց ավելի։ Դա եթե չեմ սխալվում մոտապես 2000 թվականն էր, 2000-ականներից արդեն այդ վիճակով պրոդուկտը հասավ մեր հաճախորդին, հա։ Այդպես, ես այո 10 թվից եմ զբաղվում, արդեն ակտիվ զարգացում ստացավ դրանից հետո, մի քանի տարի փորձ ձեռք բերելուց հետո որպես գործարար արդեն սկսվեց ստեղծագործական մասը, ոնց կարելի է զարգացնել, ինչ ընթացք կարելի է տալ, ինչ նոր պրոդուկտներ անել ու տենց առ այսօր ընդլայնվում ենք, արդեն 40 տեսակի արտադրանք ենք տալիս, նոր ճյուղեր ենք մշակում արտադրության։ Բոլորի մեջ նույն տեխնոլոգիան է կիրառվում։ Բոլորը բիոպրոդուկտներ են, այո, այսինքն ինքը հիմքը մեր ցանկացած պրոդուկտի մենք հիմա նոր ճյուղեր ունենք արտադրական ֆաբրիկատների, որոնք էլի կոչված են մամայի կյանքը հեշտացնելու համար, էլի ֆունդամենտը պահում ենք այդ, որ ինքը լինի մաքսիմալ առողջ, մաքսիմալ օգտակար։ Շատ լավ։ Իսկ կա sense խոսք, որ բոլոր
այսպես ասած փոփոխությունները դրական առողջության համար սկսվում են աղիներից, դուք հենց աղիների առողջության ուղղված product եք ստեղծել, որը եւ կշտացնում է եւ մարդու այսպես ասած սպիտակուցի պաշարում։ Մենք այն ենք, ինչ որ մենք ուտում ենք, չէ՞, տենց արտահայտություն կա հայտնի, ու իրականում դա շատ կարեւոր է, թե դու օրը սկսում ես ինչ սնունդով ու ոնց ես ավարտում իրան։ Դրա համար չգիտեմ, դա շատ կարևոր է իրականում ֆիլտրել այդ ճիշտ սննդակարգը ու տարբերակել ինչ ես տալիս օրգանիզմիդ։ Դուք այս տարի պլանավորել եք նաև պաղպաղակի արտադրություն։ Մյուս տարի։ Մյուս տարի տեղափոխվեց, որովհետև պլանկան ինչպես միշտ վերցրեցինք մաքսիմալ բարդ պլանկա, մաքսիմալ բնական պլանկա, հետո փորձում ենք ստանալ յոգուրտի բազայով պաղպաղակ, որը էլի կունենա իր կենթանի բիոկուլտուրան մեջը, դրա համար ինքը տեխնոլոգիայով տենց հեշտ բան չի էլի, որ վերցրեցինք, լցրեցինք, դարձավ, դրա համար մի քիչ դժվար գիտական ճանապարհ ենք անցնում, որպեսզի ստանանք այն ինչ որ պիտի ստանանք։ Շատ լավ։ Փաստորեն, եթե գնորդը ցանկանում է սնվել կաթնամթերքով, որը նաև առողջարար է, ինքը կարա ընտրի պանացեա ձեր ընկերության արտադրանքը։ Միանշանակ։ Բոլոր խանութներում կա։ 99% բոլոր այն խանութներում, որոնք ամենայն դեպս քիչ շատից հայտնի են, այո։ Շատ լավ։ Մենք փորձում ենք մաքսիմում ապահովենք հասանելիությունը։ Շատ լավ։ Դե մի փոքր շեղվելով արտադրական մասից, ես կուզենայի խոսանք բիզնեսից։ Դու առաջի մասնագիտության բժիշկ ես եւ 12 տարի սովորել ես բժշկության ոլորտում եւ հիմա օգտագործում ես իհարկե բիզնեսում քո գիտելիքը, շատ, չէ՞։ Այո, շատ։ Եվ ի՞նչն է պատճառը, որ ամեն դեպքում ընտրեցիր բիզնեսի ճանապարհը ու չդարձար բժիշկ։ Իրականում դա ավելի շատ տենց սուր ընտրություն չէր, այլ ավելի հանգամանքների ընթացք էր, որը որ ես ներգրավեցի, սկսեցի արդեն աշխատել ու հասկացա, որ շատ ավելի լայն է աշխարհը, քան այն մասնավոր գործը, որ անում էի, որպես բժիշկ ես կարող էի անել, շատ ավելի շատ ոլորտներ կան, շատ ավելի, այդ իրական այդ լայնությունը ավելի շատ երևի ինձ գրավեց, որ ես հետ չվերադարձա իմ նեղ մասնագիտականին, որտեվ մասնագիտությունը շատ է աջակցում ինձ, ամեն օր անընդհատ գործի մեջ ինքը պետք է, ամեն նոր պրոդուկտը մշակելուց օգտագործվում է, անընդհատ է, բայց որպես լայն թե նեղ, ինձ լայն աշխարհը ավելի գրավեց, քան նեղ մասնագիտությունը։ Իսկ կարանք մենք ասենք, որ երբ որ մենք մասնագիտություն ենք ընտրում, մենք ընտրում ենք մի պոզիցիայից, երբ որ արդեն ավարտում ենք ինստիտուտը, փոխվում է մեր եւ աշխարհայացքը, եւ նախասիրությունը, եւ հաճախ կյանքը ինքն է մեզ առաջարկում գործունեության այն ոլորտը, որը իրոք մերն է։ Միանշանակ։ Ես ինքս եմ նույն ճանապարհը անցել, ես հաշվապահ եմ եղել ինստիտուտում, սովորել եմ վիճակագրության բաժինը, հետո դարձել եմ հաշվապահ, բայց ինչ որ մի պայից հասկացա, որ հաշվապահությունը իմը չի ու արդեն գնաց լրիվ ուրիշ ուղղությամբ ու այստեղ ամենակարևորը կարծում եմ կյանքի իրադարձություններին այո ասելն է։ Այո, միանշանակ։ Մասնագիտությունը կարծում եմ այն բանն է, որը ցանկացած տարիքում նախ նորը կարող ես ձեռք բերել, դրա հետ կապված որևէ սահմանափակում չկա։ Դա ուղղակի այն է, ինչքան ես դու բաց աշխարհին ու կյանքին ավելի շատ։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ մասնագիտությանը, ես էլի կընդունվեի ու էլի կսովորեի բժշկական համալսարանը, որտեղ դա այնքան լուրջ բազա է, այնքան լուրջ բագաժ է տալիս կյանքի դասերի, այնքան ձեռքբերում է տալիս քո աշխարհայացքի փորձի, ինչքան շատ բան ես դու տեսնում, ինչքան ես սովորում մտածել, բջջից մինչև ամբողջ օրգանիզմ, իսկ դա էլի համակարգա, որը դու հետո ներդնում ես քո կյանքի մեջ, այսինքն այդ բջջից մինչև ամբողջ ֆիզիկա-քիմիական ռեակցիաներ, երբ որ դու կարողանում ես անալիզ անես, դու միանշանակ կյանքի ցանկացած սիտուացիայում կկարողանաս այդ անալիտիկան օգտագործես։ Դրա համար բոլորովին չեմ փոշմանում, հաստատ մի հատ եք սովորեի։ Համաձայն եմ։ Ես մի նախադասություն ֆիքսեցի, իդեպ մինչև դրան անդրադառնալը ուզում եմ հիշեցնել, որ մենք էլի ունենք նվեր լավագույն հարց տվողին եւ լավագույն մեկնաբանություն գրողին, իմ կողմից էս գիրքը եւ նվեր ունի նաեւ Անին, հարցերը կարող եք եւ ինձ գրել եւ Անին, Անի ջան, ինչ նվեր ենք տալու։ Մեր կողմից էլ մեր արտադրանքի մեջ փաթեթ ունենք նախատեսած։ Իդեպ փաթեթը ֆանտաստիկ է, Անին իր այդ բերել է մի հատ շատ մեծ պայուսակով փաթեթ, մենք երևի մի քանի օր օֆիսում կուտենք դա։ Այնպես որ գրեք լավագույն մեկնաբանություններ եւ հարցերը եւ մենք կընտրենք մեկ հոգու եւ կնվիրենք երկու հոգու, մեկ հոգու ես, մեկ հոգու Անին։ Անի, դու նշեցիր, որ կյանքին պետքա վստահել։ Սա շատ կարևոր իմ համար նախադասություն է, որը կուզենայի մի քիչ էլ մենք բացեինք, ինչ ասելա վստահել կյանքին։
Եվ արդյոք կարելի է ասել, որ կյանքին վստահելով մենք նաև օգնություն ենք ստանում կյանքից եւ հաջողության մեջ դա ինչ որ ձևով ամեն դեպքում ազդում է։ Միանշանակ այո, ինչ ասել է վստահել կյանքին, կարծում եմ ընդունելն է առաջի հերթին, այն ինչ որ այս աշխարհում կա, գոյություն ունի, ընդունելն է, որ այդ է ստրուկտուրան ու այն ինչ որ քեզ բերում է կյանքը, դու փորձես մաքսիմում բաց սրտով ու բաց մտքով դա ընդունես, միանշանակ օգնելու է։ Առավել եւս նեգատիվը, ինչքան ընդունելով ես վերաբերվում ցանկացած դժվարության, այնքան հեշտ ես անցնում, այնքան հեշտ ես սովորում, վերցնում ես քո համար այն ինչի համար այդ նեգատիվը եկել էր ու մի level ավելի աճած քո վրա անցնում ես առաջ, կարծում եմ այդպես։ Ջոբսի ելույթը տեսել ես Ստենֆորդի համալսարանում։ Հա։ Այդ ելույթում Ջոբսը շատ հետաքրքիր մի հատ թեզ է ասում, ասում է, երբ որ ինձ հանեցին Apple-ից, ես մտածեցի, որ աշխարհը փուլ է գալիս, իմ ստեղծած ընկերությունից ինձ հանում են, բայց ընդունեցի այդ դեպքերի ընթացքը ու մեծ հաշվով 10 տարվա կտրվածքով ինքը ավելի մեծ հաջողությամբ ինձ հետ եկավ։ Այսինքն, եթե դու վստահում ես այն ինչ գալիս է քո կյանք ու ամեն ինչին ասում ես այո, երկարաժամկետ կտրվածքով անհաջողությունը կարող վերածի շատ ավելի մեծ հաջողության։ Միանշանակ։ Ու ես կարծում եմ, որ սա կարևոր թեզ է, որը իհարկե մենք տրանսլյացիա ենք անում մեր ունկնդիրներին եւ իմ սիրելի այսպես ասած մետաֆիզիկայի գիտելիքներից է դա, երբ որ դու համաձայնվում ես կյանքի ընթացքին, դեպքերի իրադարձությունների ընթացքին ու մեկ էլ տեսնում ես, որ սկզբում ամենաաբսուրդ դեպքը մեծ հաշվով սկսում է ծառայել քեզ։ Այո։ Այս առումով ինքը շատ հետաքրքիր աշխատում։ Եվ այս դեպքում ես կցանկանայի քո կարծիքը իմանալ բիզնեսմենի տեսակի մասին, առհասարակ բիզնեսմեն ծնվում են, թե դա առնում են։ Որ ասեմ միանշանակ պատասխան այդ հարցին չունեմ, որովհետև ես երևի մի քիչ ծնվել եմ ավելի շատ բազովի իմ գենետիկ նախատրամադրվածությամբ, այսինքն ինչ որ բազա ես իմ հետ բերել եմ։ Երևի ցանկացած հմտություն կարելի է զարգացնել եւ հակառակը ցանկացած տաղանդ կարելի է անկում ունենալ, այո, դա էլի եւս վերաբերմունք է դու պլյուսի մեջ ես թե մինուսի քո կյանքում։ Կարծում եմ, որ ինչ որ բազային ունակություններ այո բիզնեսմենը պիտի ունենա, որտեղ որոշ մարդիկ ունեն մտածելու ստրատեգիայի ավելի լավ ընդունակություններ, որոշ մարդիկ ավելի մանրունքների, նյուանսների նկատմամբ են ուշադիր, ավելի ճիշտ կատարող են, քան նրանք, ովքեր ստրատեգ են։ Այդ նախատրամադրվածությունը միանշանակ կա։ Դու քանի որ երկու հրաշք տղաների մայրիկ ես, մամա ես նաև, ինձ կասես, ինչպես դա բացել երեխաների մոտ, ինչպես թույլ չտալ, որ երեխայի մոտ իր տրամադրվածությունը, տաղանդը փակվի, մարի եւ երեխան զբաղվի ինչ որ մի ոլորտով, որտեղ ինքը միջակա լինելու։ Կարծում եմ, որ ծնողի առաջին առաքելությունը դա մաքսիմալ ուշադիր լինելն է իր երեխայի տեսակին։ Առաջ ինչ որ ունեինք, օրինակ ավելի ավագ սերունդը ուներ ստերեոտիպեր, որ մեծացար, ծնվեցիր, այս դպրոցը, այս համալսարանը ավարտեցիր, դարձար, այս ինչ չէ, ունեինք այտենց ինչ որ կարմիր ստանդարտներ նախկինում։ Այս պահին Դներես Սևակը դրան ասում է հայտնի բանաստեղծության մեջ դպրոց ինչ որ մի բու մի ազդեցիկ զանգարով եւ այդտենց ոսկե ստանդարտներ էին։ Հիմա ես անձամբ այդպես եմ անում, ես ուշադիր եմ իմ բալիկների նախատրամադրվածություններին, իրենց այն ինչը որ իրանք սիրում են, այն ինչը որ իրանք հետաքրքիր է, պլյուս փորձում առաջարկեմ նոր բաներ, որպեսզի նոր փորձառություններ էլ ունենան ու գտնեն այն ինչը իրանք մաքսիմում կբացի իրանք հոգու կանչը, որտեղ որ կգտնեն, սենց ասեմ։ Ցանկացած ընտրության դուք ծնողներով օքեյ եք իրանք։ Կարծում եմ այո։ Ցանկացած մասնագիտության ընտրության։ Առավել եւս մասնագիտության հարցում չեմ տեսնում որևիցե սահման, որովհետեւ այսօրվա կյանքը այնքան ճկուն ու արագ է փոխվում, այն մասնագիտությունը, որը ես ընտրում եի օրինակ 20 տարի առաջ բու ընդունվելուց ու հիմա այդ մասնագիտությունների մեծ մասը էլ ակտուալ չեն ու կան շատ նոր մասնագիտություններ, որոնց մասին մենք նույնիսկ հաճախ տեղյակ չենք։ Դրա համար մասնագիտություն կոնկրետ ասվածը շատ ճկուն բան է իմ համար, շատ։ Իսկ մեր ակումբի գործարանների մոտ, ում երեխաները արդեն 20+ տարեկան են, կա sense խնդիր։ Երեխաների մի մասը չի ցանկանում շարունակել հայրական բիզնեսը եւ իմ ընկերները, հայրերը, հա, երիտասարդների մտածում են, անհանգստանում են, մենք այսքան տարի արել ենք, ստեղծել ենք,
հիմա լավ չշարունակեն սա, բա ինչ անեն, իսկ եթե լավ իրանք չեն շարունակում, մենք էլ ինչ որ տարիքից արդեն կարողա չենք ուզում էլ զբաղվենք բիզնեսով, ու սա շատ կարևոր խնդիր կա կապիտալի փոխանցման եւ իդեպ ես ուզում եմ նշեմ, որ այդ խնդիրը միայն մեր ակումբում չի, դա առհասարակ ազգային խնդիր է, եւ որ նայում մենք մեր ազգում 2-3 սերունդ փոխանցված կապիտալ, չգիտեմ, մատերի վրա կարելի է հաշվել մի ձեռի։ Այնպես չի, որ պարտադիր է, որ սերնդեսերունդ պետք է բիզնեսը փոխանցվի, ես կարծում եմ, շատ ավելի կարևոր բազային բաներ կա երեխեքին փոխանցելու իմ կարծիքով, քան բիզնեսն է։ Բիզնեսը կարելի է ինչ որ տարիքում անցնել թոշակի, տալ կառավարման ու վայելել դիվիդենդները օրինակ, կարելի է վաճառել ու գնալ, չգիտեմ, կրուգասվետное путешествие, շատ տարբեր վերսիաներ կա, էլի անելու, ես չեմ կարծում, որ պարտադիր է պետք է սերունդից սերունդ փոխանցվի։ Հա, եթե երեխաներին հետաքրքիր լինի, եթե իրանք ներգրավեն, շատ լավ է, բայց որպես տենց աքսիոմա, որ անպայման պետք է շարունակեն, ես չեմ կարծում։ Ամեն մարդ իր ճանապարհը ունի, բոլորովին, ամեն մարդ իր ճանապարհը ունի, մեկը երաժիշտ է, մյուսը նկարիչ է, մեկը գործարար է, այդ չեմ կարծում, որ անպայման ճանապարհ է, որ երեխան պետք է գնա ծնողի հետևից։ Եվ ես կցանկանայի քո կարծիք իմանալ առհասարակ բիզնեսի իմաստի եւ կյանքի իմաստի մասին, ասեմ ինչի եմ ես հարցը տալիս, հայտնի հրեա հոգեթերապևտ կա Վիկտոր Ֆրանկել, Ֆրանկելը 40-ական թվականներին համակենտրոնացման ճամբարում է եղել գերմանական եւ ինքը տեսել է, որ այն հրեաները, ովքեր ունեն կյանքի իմաստ, պայքարելու եւ հաղթելու իմաստ, իրանք դուրս են եկել համակենտրոնացման ճամբարից եւ հետո Ֆրանկելի ամբողջ բանը, տեսությունը կառուցվել է հենց կյանքի իմաստների վրա եւ իր պացիենտներին, նևրոզով պացիենտներին եւ հիվանդներին ինքը բուժում էր հենց առաջին հերթին իմաստը տալով, կյանքի իմաստ տալով։ Հիմա գալով մեզ թվում է թե գործարարը օրը 24 ժամ իր կյանքը նվիրում է բիզնեսին եւ ստեղ հարց ծագում, լավ, ինչի համար է այս ամեն ինչը, ինչի համար է բիզնեսը եւ ինչի համար է կյանքը, եւ սկուզենայի քո կարծիքը լսեի, ինչ եմ ես այս հարցի վրա ակցենտ դնում, դա էլ եմ ուզում ասեմ, երբեմն տեղերով խառնվում են, տեսնում ես գործարարը բիզնեսը անում թվում է թե լավ կյանքի համար, բայց իր ամբողջ առողջությունը եւ կյանքը ծախսում է բիզնեսի մեջ, քո համար ո՞րն է բիզնեսի իմաստը, նաեւ կյանքի իմաստը։ Ճիշտ ասած, կյանքի իմաստը որպես այդպեսին չունեմ ես որևիցե ձևակերպում, իմ համար դա process է, ամեն օրվա, հիմա է, այսինքն իմ համար կյանքը հիմա է, իմաստը հիմա է, ինչ որ հիմա է տեղի ունենում, դա է, իսկ ինչ վերաբերվում է, իմաստն էլ հենց այդ process-ի մեջ է, այն ինչ որ դու քո համար այդ պահին ապրում ես, ինչ ոնց ես, այո, ամեն վայրկյանն է, ոնց ես արձագանքում այս կամ այն սիտուացիային, ու դա ձևավորում է արդեն այն ենթադրաբար ապագան։ Կարծում ամեն մարդ իր իմաստը իր կյանքի ինչ որ ֆորմատի մեջ է գտնում, իսկ բիզնեսը դա այն միջոցն է։ Կներես, էլ իստեղ ես ուզում եմ ընդհատեմ, շատ կանայք իրենց կյանքի իմաստը տեսնում են իրենց երեխաների մեջ։ Ես պատահական չտվեցի այս հարցը, քո կյանքի իմաստը եւ նաեւ բիզնես անելու իմաստը չասեցիր, որ երեխաներն են, ընտանիքն է, չէ՞։ Այդ ոնց որ ինքնին այդպես է։ Այդ ես ավելի ոնց որ խորը մասն էի ասում, ավելի մեծ մասն էի ասում, բայց կյանքի իմաստը երեխաները տալիս են իմ կյանքի իմաստի ամբողջ ոնց որ գույները, այդ այնա ինչ որ ամեն օր ապրացնում է, այդ այնա ինչ որ քեզ ամեն օր ստիպում է դու լինես ավելի լավ, ավելի շատ քո վրա աշխատես, ավելի նոր բան ստեղծես, այն ինչ որ ստիմուլ են անում կնոջը կարծում երեխաները, ոչ մի ուրիշ բան այդքան մոտիվացիա չի կարող անել, չգիտեմ, ամեն օր թեկուզ դու հայլում մի հատ ավելի լավ տեսք ունենաս, որտեվ ես տանը ունեմ 2 քննադատ, որոնք ամեն օր տնից դուրս գալուց մի հատ գնահատական են տալիս, ու եթե հանկարծ մի բան այն չի, ես խիստ նկատողություն եմ ստանում, որ այս ինչ բանը սիրուն չի, տենց պետք չի։ Դրա համար երեխեքը շատ ուժեղ մոտիվատոր են դրանում, ոչ մի խոսք, ու իմաստը լցնում են մի ուրիշ ձևի, շատ բան, որ դու կարող ես քո համար չանես, միանշանակ իրանց համար հաստատ տեղից շարժվում ու անում ես։ Նույնիսկ բիզնեսը։ Մինչև երեխաները ես էլ շատ ավելի մակերեսային ասված մոտիվացիաս այդքան մեծ չէր, ավելի լավ բան անեմ, ավելի շատ անեմ, անում էի ավելի դանդաղ են ինչ որ տեղի էր ունենում երեխեքից հետո։ Համենայն դեպս բիզնեսը կյանքի իմաստ չի, բիզնեսը միջոց է ավելի շատ, ինքնաարտահայտվելու, բարիք ստեղծելու, քեզ փոքր ներդնելու ուրիշ մարդկանց կյանքի մեջ։
Շատ հետաքրքիր։ Կարծում եմ տենց ավելի շատ, բայց իմաստ չեմ կարծում որ կա։ Շատ լավ։ Այս մեր երրորդ աթոռը մենք նախատեսել ենք մեր հանդիպման երրորդ կողմի համար, մեր հանդիսատեսի համար, եւ ես հիմա կտեղափոխվեմ այս աթոռ եւ հարց կտամ այս աթոռից։ Կա կարծիք, որ գործարարների կյանքում ամեն ինչ լավ է, հատկապես եթե բիզնեսը զարգանում է, կայուն է, լավ եկամուտ է բերում, եւ բիզնեսմենները կյանքը վայելում են 100%-ով, հա։ Ասես քո կյանքում ոնց է, բիզնեսից դուրս ոնց ես դու ապրում, հաճախ ես ճամփորդում, ինչպես ես ծախսում են գումարը, որը վաստակում ես բիզնես։ Բիզնեսից դուրս ես մամա եմ, դա իմ հիմնական մյուս ոնց որ բանը, առաջին ավելի շուտ իմ առաջին մասնագիտությունը դա մամա լինելն է ու իմ մաքսիմում կյանքը պլանավորվում է ու դասավորվում է ըստ նրա, որոնք են երեխաների զբաղվածությունը, իրանց դաստիարակությունը, կրթությունը եւ այլն, այսինքն իմ հիմնական մնացած ժամանակը զբաղված է երեխաներով ու այս պահին իրանք տարիքային են տարիքում են, որ ճամփորդությունը, կրթությունը, սպորտը ամեն ինչը պլանավորվում է ըստ իրենց առօրյայի։ Դրա համար դա իմ հիմնական կյանքի ոնց որ բաղկացուցիչ մասը բալիկներս են բիզնեսից դուրս։ Շատ լավ։ Տեղափոխվելով այս աթոռ ես կցանկանայի Սևակից մեջբերում անեի, Սևակը ասում է, որ կյանքում կան քայլեր, որոնք թրիչ կարժի, կա քայլ, որը թրիչ կարժի։ Քո կյանքում եղել են տենց դեպքեր, երբ որ մի քայլը քո համար թրիչքի ազդեցություն ու էֆեկտ է ունեցել։ Այսինքն կարճատև, հա, ճիշտ եմ ասում, կարճ քայլ, դժվար քայլ, որը անելուց էլի մեկ այլ բանաստեղծության մեջ էլ Սևակը ասում է կյանքի վճռական բոլոր պահերին միշտ է լռում են մի քանի վայրկյան։ Այ քայլ, որի ժամանակ այդ լրջությունը, պատասխանատվությունը գիտակցում ես եւ անում ես այդ քայլը ու մեծ հաշվով ինքը թրիչք է դառնում երկարաժամկետ կտրվածքով։ Դժվար որոշում, դժվար։ Այո, իհարկե, ոչ մի անգամ, հատկապես երբ որ խոսում ենք գործարարական ոնց որ բիզնեսի մասին որ խոսում ենք, բնականաբար տենց քայլեր մի քանի անգամ եղել են ու դրանք եղել են միշտ բնորոշ սիտուացիային, կրիզիսային ինչ որ սիտուացիաների մեջ, դժվար պահերի։ Մենք ունեցել ենք, որ բիզնեսում ենք ունեցել հենց անկումային շրջան, բավականին դժվար կրիզիսային, անկանխատեսելի հանգամանքներից ելնելով ու հարց կար կանգնած պահել, թե փակել եւ ոնց որ մեր ընտանեկան խորհուրդը քվեարկում էր փակելուն, որ իմաստ չկա պահելու, դա ժամանակի կորուստ է քեզանից 2012 թիվն էր։ Անառողջ մրցակցության արդյունք էր իրականում, այդ ինչ որ տեղի ունեցավ մեր ֆիրմայի հետ։ Եվ այդ ոնց որ հարցը տենց էր կանգնած, որ ինչի համար ես պահում, դա ժամանակ է, դու լավ մասնագիտություն ունես, զբաղվի քո կյանքով, քո մասնագիտությունով, բայց այդ պահներ, որ իմ համար մի տեսակ ընդունելի դարձավ եւ ես տենց որոշեցի, որ всё-таки թռիչքը ճիշտ է ավելի, հա։ Ու չսխալվեցի կարծում եմ։ Գիտեի, որ դեռ անելու բան կա համենայն դեպս այդ գործի մեջ, ես դեռ ունեմ անելու բան։ Եվ ես կարծում եմ շատ դեպքերում մարդիկ եթե այդ քայլը անում են, ինքը գրեթե միշտ հաջողություն է բերում մարդուն։ Մի հատ տխուր պատմություն կա, դրանից եմ ուզում օրինակ բերեի, բայց այդ ոնց որ մի հատ փոքր տղա պետքա որոշում կայացնի, կատվին է բուժում իրա, կատվի պոչը պետքա ամպուտացնեն, այնքան է վազգում դրանից, որ ինքը պետք է իր կատվի պոչը կտրի, որ պոչը մանր է կտրում, էլի, ինքը sense ավելի վատ, էլի, համ իրան է տանջում, համ կատվին է տանջում։ Մի հատ օրինակ բերեմ, իմ ոնց որ այդ որ ասում եմ բժշկական համալսարանը լուրջ բազա է տալիս կյանքի գիտելիքների, ու կյանքի փորձի, այդ մոտապես այդ նույն բանն էր, մենք վիրահատարանում կուրսով խմբով կանգնած էինք ու առաջի վիրահատությունները որ պիտի տեսնեի, կին էին վիրահատում ու բժիշկը այդ բետադինով մշակում արդեն որ հեսա պիտի կտրված քանիս են սպիտակ կինա հարթ մաշկով նայում էի ասում էի աստված ջան ոնց է կարելի վերցնել այդ լանցետը ու այս հարթ մաշկը կտրել ու ոնց է բժշկի ձեռքը բարձրանում փոքր կուրսերում դա հատկապես որ առաջ անգամ ես տեսնում մի քիչ ինքը ստրեսային է հետո երբ որ վիրահատությունը ընթացք ստացավ այն ինչ որ հեռացրեցին այդ կնոջ մոտ ինչ կիստաներ եւ այլն մի խոսքով մի հատ բավական սարսափելի տեսաներ վիրահատությունը որ ավարտվեց ես իմ համար վերցեցի, որ շատ հաճախ պետք է լինում այդ, որ դու տեսնում ես ինքը անխափան է, բայց տակը խնդիր կա, դու պիտի պատրաստ լինես այդ իդեալական մաշկը կտրելու, որ կարողանաս հեռացնես այն, ինչ որ իրականում վնասում է ու անառողջ է, որտեղ միշտ չի, որ մակերեսին է այն ինչ որ կա ու այդ փոքր կտրտելը ճիշտ չի, էլի, երբեմն ճիշտ է վերցնել ու ամպուտացնել այն խնդիրը, որը քեզ խանգարում է։ Եվ կուզենայի ես իմանալ, քո կյանքում կան մարդիկ
որոնք այնպիսի ազդեցություն են թողել քո վրա, որ կցանկանայր եթերից մեր podcast-ի շրջանակներում իրանց շնորհակալություն հայտնել։ Իմ կյանքում օրինակ շատ են եղել նման մարդիկ, 10-12 հոգի առնվազն եղել են, սկսած մեր դպրոցի տնօրենից, որտեղ ես 10 տարի սովորել եմ, եւ վերջացրած ռուս հոգեթերապևտ կա Վլադիմիր Լևի, ինքը հիմա 86 տարեկան մարդ է, գիրք ուներ, ինքնատիրապետման արվեստ, այդ գիրքը 8-րդ դասարանում իմ ձեռքն էր հայտնվել, ֆանտաստիկ գիրք էր, եւ իմ ամբողջ կյանքը փոխեց։ Ինքը ողջ է, իմ Facebook-ի ընկերներում կա, ես ամեն տարի իր ծննդյան օրը իրան գրում եմ շնորհակալություն քեզ ուսուցիչ, որ դու իմ կյանքը փոխել ես։ Մենք անձամբ երբեք չենք հանդիպել իրար, բայց իր գիրքը ինձ փոխել է ու իմ կյանքում ահռելի բան է բերել։ Եվ կարծում ցանկացած մարդու կյանքում լինում են սենց անհատներ, որոնք բեկում կյանքը բաժանում են դոյի պոստլեի, էլի։ Իմ նատուրան շատ համակարգված է։ Դա չգիտեմ լավ է թե վատ է, բայց ես սենց շատ ամեն ինչը սենց չափավոր է։ Ու այդ դոյի պոստլեի հարցը իմ մոտ շատ ավելի քիչ է, ու ես որ շնորհակալություն ասելու լինեմ, համոզված եմ, որ կարող եմ առանձնացնել յուրաքանչյուր այն մարդուն, ով որ իմ առօրյայում կա, որովհետև ամեն մեկից ունեմ վերցրած դրականը։ Գլոբալ ամենամեծ շնորհակալությունը դա իհարկե ծնողներինն է, որովհետև դաստիարակությունը, այն գենետիկ ֆոնդը, որը որ ստացել եմ իրանցից ու այն բազային դաստիարակությունը, որի համար շատ շնորհակալ եմ, այդ անխոս է։ Ու ծնողներից հետո այդ երկրորդ մարդիկ տատիկ պապիկներն են, ուղակի տատիկ պապիկներ չեն, այդ մարդկանց ում որ նշվում 4-ն էլ ամեն մեկը յուրահատուկ ունիկալ մարդ է, ու իրանցից ունեմ լուրջ վերցրած բագաժ կրթության, դաստիարակության, անձի ձևավորման, պապիկից ունեմ շատ վերցրած լիդերի բնազդներ նույնիսկ, ոչ միայն դաստիարակություն։ Դրա համար այն բազային անձը, որ ինձնից կերտել են, դա տատիկ պապիկներն ու մաման պապան են, բայց ընկերներից սկսած բոլորը, ամուսին, երեխեք, բոլորը իմ անձի կայացման մեջ այդ դոյպոստլեն ամեն օր անում են, որտեվ այդ բոլոր այն մարդիկ են, որ ամեն օր քեզ ստիպում են լինել մի քիչ ավելի լավը։ Առանձին չեմ կարող առանձնացնել ուրիշ ոչ մեկի, որտեվ իրանք բոլորը կան։ Բոլորը եւ ու ճիշտ ասած կարծում եմ, որ երբ որ մարդը բաց է վերցնելու այս կյանքից իր համար պլյուս ինքը փողոցի շունից է կվերցնի այն ինչ որ իրան պետք է ես այդ օրինակը միշտ իմ բալիկներին պատմում եմ մենք շուն ունենք փոքր ու որ դու տուն ես գալիս ինքը անվեհապորեն միշտ ուրախ է կարճ չունի դու 5 րոպե առաջ ես գնացել թե մի րոպե առաջ ես գնացել իսկ մարդիկ երբեմն այդ կարևորությունը չեն նկատում որ հարազատը դուրս եկավ ու հետ մտավ Դրա համար երբ որ դու պատրաստ ես սովորես, դու ամենապրիմիտիվ բանից է քո դրականը կքաղես։ Նույնիսկ շնից կարող ես սովորել։ Համաձայն եմ, ես էլ 2 կատու ունեմ, կատուների եւ աշների նաեւ իհարկե հանդեպ սերը եւ իրանց սերը մեր հանդեպ իրոք սովորելու է։ Իրոք սովորելու։ Համաձայն եմ։ Անի իսկ առաջնորդության մասով ինչ 3 կամ 5 հիմնական կետեր կասես, ինչն է քեզ օգնում առաջնորդես, ասացիր 40 աշխատակից չէ ունես, 40 հոգու առաջնորդես եւ առաջնորդության մասին շատ տարբեր թեզեր կան, շատ է խոսացվել, բայց ես կարծում եմ, որ առաջնորդություն ինքը ամեն մարդու դեպքում մի ձև է դրսևորվում։ Կուզենայի քո կարծիքը լսեի, քո դեպքում ինչ կառուցվածք ունի ինքը։ Երևի ամենաառաջի բազային բանը որ կա, ես գիտեմ, որ եթե ես մտա աշխատանքի, դա իմ պատասխանատվությունն է, ինչ որ այնտեղ տեղի ունենում։ Ես ոչ միայն այնտեղից պահանջողն եմ արդյունքը, այլ առաջի հերթին մանրից մեծ ինչ տեղի ունենում իմ պատասխանատվությունն է։ Ասկը թերացավ աշխատակիցը, այդ իմ բաց թողումն է առաջի հերթին։ Քիչ բացատրելու, ճիշտ հիմք չդնելու, չգիտեմ, թեկուս պակաս նկատողություն անելու, ասկն ինչ տեղի ունենում, դա իմ պատասխանատվությունն է։ Մաքսիմում դա պետք է հասցնեմ աշխատակիցներին։ Երկրորդը կներես միտքդ հիշի, ես այդտեղ մեջ բերում եմ ուզում անեմ, այսինքն 40 աշխատակից ընկերությունում, վստահ եմ նաև 2 երեխայի պատասխանատվությունն ես դու քո վրա վերցնում, նաև քո կյանքի պատասխանատվությունն ես քո վերցնում։ Շատ մարդիկ կան, որ իրանք պատասխանատվությունից խուսափում են եւ հնարավորինս քչացնում են դա եւ ամբողջ պատասխանատվությունը պրոյեկտում են արտաքին աշխարհի վրա։ Չգիտեմ, պետությունն է մեղավոր, դպրոցի դասատունն է մեղավոր, ճանապարհային երթևեկության կանոններն են մեղավոր, բոլորը բացի իրանից։ Այստեղ հետեւյալ հարցն է ինձ հետաքրքրում։ Չի ծանրացնում քեզ պատասխանատվության այս մեծ ծավալը։ Բոլորովին։ Հեշտ է, հանգիստ է տանել դա։ Այդ այնա ինչ որ կա։
Այսինքն, եթե ես արդեն այդ տեղում եմ ու ես այդ մարդկանց ղեկավարում եմ, դա իմ պատասխանատվությունն է, եթե ես այդ բալիկներին ունեցել եմ, դա իմ պատասխանատվությունն է, դա իմ ընտրությունն է, իմ պատասխանատվությունն է, եթե ես չեմ ուզում ունենամ այդ պատասխանատվությունը, ես ուղղակի չեմ աշխատում այդտեղ։ Դուրս եմ գալիս, տանը նստում եմ, դառնում եմ տանտիկին։ Դա ընտրություն է ուղղակի։ Իսկ երբ որ դու արդեն եկել ես նրան, որ դու ղեկավարում ես X քանակով մարդ, դու կատարում ես ինչ աշխատանքը, կամ չեմ դու ծնող ես, դու արդեն իսկ պատասխանատու ես, դու դրանից ոչ միտեղ ինչքան էլ պրոյեկտ ես մնացած ամբողջ աշխարհի վրա, դա քո պատասխանատվությունն է, դու քաղաքացի ես, դու ունես քո պատասխանատվությունը մինչև փնովելը։ Իդեպ sense բանաձև եմ ես ինքս իմ համար դուրս բերել, որ մենք կարանք այնքան խնդիր լուծենք, ինչքանի պատասխանատվություն վերցնում ենք մեր վրա։ Եթե մենք վերցնում ենք մեր վրա պատասխանատվություն, օրինակ կերակրել ամբողջ Հայաստանի բնակչությանը առողջ սնունդով, մեր մոտ համապատասխան ուժ է հայտնվում, ռեսուրս ու պոտենցիալ է հայտնվում, ստեղծել այդքան product եւ այդքան մարդու համար արժեք ստեղծել։ Կամ նույն 40 հոգու համար դու պատասխանատվություն ես վերցնում, 40 հոգու համար այդ ուժը leadership-ի քո մոտ առաջանում է։ Այո, կարծում եմ ինքն բնականաբար այդ սխեման անթերի չի աշխատում, որովհետև որոշ տեղեր իհարկե ինչ որ սիստեմայի մեջ ունենում են իրանց խնդիրները, բայց գլոբալ առումով երբ որ դու գիտակցում ես, որ ասենք այս մարդու աշխատանքային բաները համակարգը քո գործն է, դու պիտի իրան ուղղորդես ձևը 10 աշխատելու, համապատասխանաբար պահանջելուց էլ դու շատ ավելի adekvat ես լինում իր սխալվելուն էլ, իր արած լավին էլ, քան երբ որ դու պրոստը մտածում ես, որ ես եկել եմ ստեղ, որ ասեմ ոնց է։ Լավ։ Okay, երկրորդը։ Երկրորդը դա այն սիստեման է, որ վերաբերվում ես մի քիչ ավելի ընտանեկան, այդ կին լինելու երևի բանն է, առավելությունն է գործի մեջ օգնում, որ մթնոլորտը աշխատանքային ավելի ընտանեկան է, որ փորձում ենք մաքսիմում այդ ներկոլեկտիվային լարվածություն չունենալ ու վերաբերվել ավելի, չգիտեմ, ես միշտ ցանկացած նոր աշխատողի ասում եմ, դու եկել ես, մենք միասին ունես խնդիր, արի ասա ուղակի։ Ունես աշխատանքային դժվարություն, ուղակի արի ասա։ Եթե վիճակի եմ օգնեմ, վիճակի եմ մասնակցեմ, միանշանակ չեմ զլանա։ Բնականաբար ասենք, երբ որ կոլեկտիվը 10 հոգանոց էր, յուրաքանչյուրի կյանքում շատ ավելի շատ էր լինում մասնակցել, շատ ավելի շատ էր լինում տեղյակ լինել, քան հիմա, բայց այնուամենայնիվ այդ համակարգը չի կորել մեր մոտից։ Եթե ես չեմ, չգիտեմ, տնօրենն է, մենեջերն է, բոլորն էլ գիտեն, որ մենք իրար համար շատ մասնակցող ենք ամեն ինչում։ Okay։ Եվ երրորդը երևի այն ֆունդամենտալ պրինցիպներ բառը չեմ ուզում ասեմ, որովհետև դա պրինցիպներ չի, դա ավելի շատ տեսլական է, որը որ ունեմ աշխատանքային, որը որ որդեգրել եմ մեր ընտանիքից եկած, այսինքն ոնց աշխատել է, տեսել եմ օրինակ պապիկիս աշխատանքային սիստեման, մամայիս, պապայիս, այդ պրինցիպներից, այդ տեսլականից հեռու չգնալն է, որը որ չարտադրելն է վատ արտադրանք, որը որ անելն է այն ինչ որ քո խղճին է կոմֆորտնի, որը որ, չգիտեմ, այդքան ավելի բիզնես չի, ավելի ոնց որ հոգու մասը պահելն է, բայց այդ է։ Շատ է։ Հետաքրքիր մի դիտարկում անեմ, ես հաճախ երբ որ մարդկանց հետ շփվում եմ, ես զգում եմ հատկապես գործարարների մոտ ուժի էներգիա, ու այդ ուժը գործարարները իրացնում են բիզնեսում, արժեք են ստեղծում, վաճառքներ են անում, բիզնեսն են զարգացնում։ Քո համար ուժը ինչի մեջ է, որտեղից ես քեզանից եմ այդ ուժը զգում, տեսնում, եւ ասացի մեր խոսակցության սկզբում, որ երբ որ մեր ակումբում Telegram-ի ալիքում որևէ մեկը հարցում է գրում, դու պատասխանում ես, ես արդեն վստահ եմ, որ այդ հարցը լուծվելու է։ Դա նաեւ ուժի ինչ որ մի տեսակի դրսևորում է։ Եվ ոնց ես համատեղում այ կին լինելն ու ուժեղ լինելը եւ արդյոք կանացիությունը, կանացի էներգիան կարա ուժեղ լինի։ Միանշանակ այո։ Կարծում եմ, որ հենց կանացի էներգիան է, որ ուժեղ է։ Ավելի շուտ ուժ ասած մենք ֆիզիկական ուժի նկատի չունենք, մենք էներգիայի նկատի ունենք, էներգետիկայի նկատի ունենք ու կարծում եմ, որ կանացի էներգիայի պոտենցիալը բավականին մեծ է։ Չի խանգարում հաստատ։ Միայն օգնում է կին լինել այդ հարցում։ Իսկ գործարարության մեջ առավել եւս։ Այո, քո ուժի աղբյուրը։ Ուժի աղբյուրը։ Դա ոնց որ ասեցինք, արդեն կոնկրետ որպես մոտիվացիա ու մեծ ուժի աղբյուր այդ երեխաներն են, այդ տենց անսպառ ուժի աղբյուր է, իսկ կոնկրետ բիզնեսի մեջ
ինձ առաջաշարժում նոր բան ստեղծելու ցանկությունը։ Ես երբեք չեմ կարողam երկար մնամ օպերացիոնակայի մեջ, դա շատ, չգիտեմ, այդ իմ թույլ կողմն է որպես գործարար, բայց ես առօրյա ռուտինան, այդ իմ համար, չգիտեմ, մահացու է, շատ դժվար է տրվում ինձ։ Եթե ես ունեմ process, նոր բան ստեղծելու, նոր բան մտածելու, նոր բան գծելու, քանդելու, սարքելու, չգիտեմ, շինարարության, այն ինչ որ պիտի նոր բան դառնա, մի բան բարեկարգվի, նոր product ստանանք, այդ է ինձ շարժումը, մենակ նորը ստանալը, նորը ստեղծելը։ Իդեպ մի հետաքրքիր բան ասեմ, կանացի էներգիան էլ, տղամարդկային էներգիան էլ բնության մեջ ունեն իր, այսպես ասած, դրսևորումները, օրինակ ասում են, որ օվկիանոսը, ջուրը կանացի էներգիա է, լուսինը նույնպես կանացի էներգիա է, արևը տղամարդկային էներգիա է, այսինքն բնության մեջ էլ այդ կանացին ու տղամարդկայինը անընդհատ հանդիպում Եվ մի առիթով օվկիանոսի ափին կնոջս հետ քայլում եմ եւ քայլում եմ այն ժամին, երբ տեղատվությունն է, այսինքն լուսնազրույցության տակ օվկիանոսը հետ է գնացել եւ կինս ինձ ասում է, նայ, տեսնում ես կանացի էներգիայի ուժը ինչքան մեծ է, օվկիանոսը ամբողջությամբ նահանջել է լուսնի ազդեցության տակ ու մենք կանգնած ենք այդ նահանջած հատվածի վրա ու այդ հզորությունը զգում ենք։ Իրականում ես կարծում եմ այն տղամարդ գործարարները, ովքեր բիզնեսում միայն տղամարդկային էներգիայի վրա են բիզնեսն անում, շատ կուժեղանան, եթե դա անեն իրենց կանանց հետ։ Մենք դեռ շատ լավ օրինակ ունենք մեր ակումբում, Բակուրը Մելքոնյան, Գայանեի հետ ամուսիններով են իրանք արտլանչը ստեղծել ու կառավարում, ֆանտաստիկ ուժեղ միություն է բիզնեսի մեջ։ Բայց շատ ուժեղ միություն է, համաձայն եմ, բայց դրա համար շատ ուժեղ պլանկա է պետք պահել հարաբերությունների առումով։ Դա հեշտ բան չի ու շատ քիչ տարածված երևույթ է ինքնին, որ կարողանում են ամուսիններով օրգանիկ անել, չէ, բոլորովին։ Ինքը ուրիշ բան է զբաղվում։ Այո, դա իրոք բարդ գործ է շատ։ Այդ գործը տուն չբերել, իրար վրա չանդրադարձնել, հետո երկու որոշում կայացնող մարդ մի գործի մեջ, այդ բավականին դժվար է, որովհետև տանողը միշտ ճիշտ է, որ մեկը լինի։ Իսկ փորձել եք երբևէ միասին ինչ-որ պրոյեկտ ստեղծեք։ Չէ։ Հասկացա։ Բայց կա նաև այսպիսի կարծիք, որ ցանկացած լավ բան, ցանկացած նոր բան ստեղծվում է կանացի ու տղամարդկայինի միքսից ու մեր մեջ էլ, կնոջ մեջ էլ կա տղամարդկային մաս, տղամարդու մեջ էլ կա կանացի մաս եւ դա կարա մարդը հենց ինքն էլ անի, ցանկացած սերի գործարար կարա հենց ինքն էլ անի, բայց հետաքրքիր կլինի նաեւ հենց ամուսիններով բիզնես անելը։ Ինչ տեսք ունենա։ Այսպես Հիմա ես ուզում եմ տեղափոխվեմ էլի մեր երրորդ աթոռ եւ երրորդ աթոռից հարցնել։ Հիմա շատ տարածված է, այսինքն նույնիսկ կյանքի մի մասը սպորտով զբաղվելը գործարարների մոտ։ Ինչ որ սպորտի տեսակ կա, որով դու ինտենսիվ զբաղվում ես ու ինքը քո առօրյայի ինչ որ մի մաս է։ Ինտենսիվ չեմ զբաղվում, ցավոք սրտի, որովհետև ժամանակի սուղ խնդիր ունեմ ու չեմ կարողանում դա այդ մամա ու գործարար լինելու արանքը ճիշտ ոնց որ կոնկրետ մի սպորտի նվիրեմ։ Այս պահին փորձել եմ դրա կոմպրոմիսը գտնեմ նրանում, որ այն ժամին, երբ որ բալիկները զբաղված են ինչ-որ սպորտով, ես համատեղում եմ իրենց հետ։ Գնում ենք թենիսի, ես էլ եմ գնում։ Գնում ենք ինչ-որ ուրիշ սպորտաձևի, ես փորձում եմ համատեղեմ դրա հետ իմ ինչ-որ սպորտը։ Ու արդյունքում ստացվում է շաբաթը 5 օր ինչ-որ մի ժամ նվիրում եմ ինձ, բայց որ կոնկրետ մի սպորտ է, ոչ։ Հասկացա։ Իմ դեպքում մի փոքր այլ ձև է, մենք դեռ բալիկներ չունենք եւ որոշակի ազատ ժամանակ կա, ես զուգահեռ զբաղվում եմ 3 մարզաձևով ու կարծում եմ, որ էդ էլ բիզնեսում էներգիա եւ ուժի մի շատ կարեւոր աղբյուր է։ Միանշանակ այդ այնքան ասենց ռեստարտ է անում ուղեղը, ինչ որ քեզ կտրում է այդ պահին եղածից, ուզած-չուզած, ոնց որ չես մտածում այդ ընթացքում ու շատ լուրջ բան է, բազա է էներգիայի տալիս միանշանակ։ Իդեպ, եթե մենք համեմատում ենք 10-15 տարվա կտրվածքով 10 տարի առաջ ջիմեր մարդիկ չէին հաճախում, սպորտով զբաղվել ինքը շատ ավելի քիչ էր։ Այո։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ինքը դարձել է լայֆսթայլի հաջողակ իրեն հետևող մարդու կյանքի ապրելակերպի մի մաս։ Այո։ Իդեպ, երբ որ ես ակումբը ստեղծեցի, հիմնադրեցի, իդեան նաև նա էր, որ բիզնեսմենի համար կլուբի որևէ ակումբի անդամ լինելը նույնպես գործարարի լայֆսթայլի մի մաս է, որովհետև ինչպես սպորտային ակումբը, այնպես էլ գործարարների ակումբները իրանք ամեն մեկը միջավայր են ստեղծում զարգացման եւ իհարկե ուժի համար։ Իրականում մարդու այդ սոցիալ էակ լինելու հենց իմաստը դրանում է, որ այն միջավայրում, որտեղ դու գտնվում ես, համապատասխանաբար կամ քո զարգացումն է տեղի ունենում, կամ հակառակը քո դեգրադացիան
չվախենալով այդ խոսքից, հենց դեգրադացիան, որտեվ շատ կախված է նրանում դու ինչ միջավայրում ես, որտեվ նույն պոտենցիալով, նույն դրական ձգտումներով մարդը կարող անգնին հենց միջավայր, որ ապրի բացարձակ հետաճ, չունենա ոչ մի առաջ խաղացում իր կյանքում եւ մարդ, որը չուներ այդքան պոտենցիալ, չուներ այդքան բազա, չուներ համապատասխան գիտելիք, ընկնելով մարդկանց միջավայր, որտեղ տեսնում է պրոգրես անընդհատ, ուզած-չուզած ինքն էլ է սկսում ձգվել, ձգտել ու դառնալ շատ ավելի իր լավ վերսիան։ Այո, իդեպ ես թեզ ունեմ, որ միջավայրը միակ գործոնն է, որը մարդուն փոխում է առանց մարդու ջանքի։ Օրինակ, եթե դու սովորում ես անգլերեն Հայաստանում եւ սովորում ես անգլերեն օրինակ Անգլիայում, տարբեր ջանքեր են պահանջվում դրա համար։ Միջավայրը ինքը քեզ օգնում է, իր էներգիան քեզ փոխանցում է, որ դու ավելի հեշտ տրանսֆորմացվես։ Եվ այս նույն լոգիկայով լրիվ համաձայն եմ քո հետ, ես մեծացել եմ մի թաղամասում, որտեղ փողոցում լրիվ ուրիշ դինամիկա էր, լրիվ ինֆորմացիոն դաշտը լրիվ այլ էր, գալիս էի տուն, լրիվ այլ էր։ Ու այդ կոնտրաստի մեջ եմ ես մեծացել ու հիմա երբ որ արդեն ակումբը կա, ես փորձում ակումբում ստեղծեմ այն միջավայրը, որտեղ մարդիկ հենց առանց ջանքի որպես գործարարներ կզարգանան։ Այո, դա միանշանակ շատ նպաստում է իմիջիայլոց բանով, պրակտիկորեն էլ ապացուցված է շատ, որ կանայք շատ ավելի շուտ են վերցնում այդ էներգիան։ Այսինքն այն միջավայրի էներգիան, եթե հավաքվում է 10 կին, բոլորը օրինակ հաջողակ են կամ բոլորը գեղեցիկ են, այն 11-րդը անմիջապես սկսում է վերցնել այդ էներգետիկան ու սկսում է ձգտել դրան։ Կանանց մոտ շատ ավելի արագ է աշխատում դա։ Համաձայն եմ։ Իրականում այդ միջավայրը շատ կարևոր է, թե գործարար, թե առողջ ապրելակերպի, օրինակ մենք գործի մեջ էլ մեր բիզնեսի առաքելության, բրենդի առաքելության մի մասն էլ հենց այդ ներդնելն է մարդկանց մեջ, առողջ օգտակար ուտելն է, որ ինչքան դա կարևոր է փոքր տարիքից, մենք անընդհատ դրա վրա աշխատում ենք, մենք ուղղակի չենք արտադրում այդ արտադրանքը ուղարկում խանութներ ու ուղղակի գովազդում, որ ուզում ենք այդ առաքելությունը ոնց որ այդ միտքը, մեր առաքելությունը հենց այդ միտքը հասցնելն է, որ մեր հետ աշխատում բժիշկ սննդաբան, որը անընդհատ անում է այդ SMM-ի բանով այդ խորհրդակցությունները, ունենք առանձին բժշկական մասնագետ, որը աշխատում է բժիշկների հետ, անընդհատ research են անում։ Instagram-ում մեր ընկերները Panacea բիոպրոդուկտներ։ Okay, մենք մեկնաբանություններում կդնենք անպայման հղումը։ Ես որ նայում եմ ձեր Instagram-ի էջը, լիքը բան սովորեցի։ Մենք իրոք դրա վրա շատ մեծ շեշտ ենք դնում, շատ կարևոր է։ Մամաներն են հիմնական, կինն ասկն հիմնական են մարդը, որ սննդակարգը, այսպես ասած, տան պահում է ու շատ աշխատում ենք այդ հասցնենք մամային, որ ինչքան կարևոր է, որ փոքրուց բալիկը իմանա ճիշտ գոնե բազային սնվելու ձևը էլի, թե չէ հիմա այդ շատ ցավագին թեմա է, երկար կխոսենք այդ մասին, ինչքան սխալ է շատ բան ընթանում էլի։ Հա, համաձայն եմ։ Դե վերադառնալով բիզնեսին, վերադառնալով միջավայրին, իդեպ ես ինքս նկատել եմ, որ որտեղ կանայք կան, այդ միջավայրում էներգիան լրիվ փոխվում է եւ տղամարդիկ են ավելի ձիգ լինում, ավելի պատասխանատու լինում, ավելի զարգացումը երկուսին էլ օգնում է։ Եվ էլի վերադառնալով ակումբին 2021 թվականներ եւ 2 տարեկան էինք մենք, երբ որ մենակ տղամարդիկ էին գործարարները, էներգիան լրիվ ուրիշ էր։ Երբ որ կանայք սկսեցին մեզ միանալ, այսպես ակումբում ունենք 15 կին գործարար, միանգամից էներգիան փոխվեց ու իմ ամենասիրելի երևի միջոցառումը մարտի 8-ին կանանց հրավիրելն է եւ մի սեղանի շուրջ շփվելն է, քանի որ շատ մեծ էներգիա եմ ես ստանում ու ինքս էլ ռոպագանդում եմ դա, որ գործարարության մեջ կանացի էներգիան ինքը անփոխարինելի դեր ունի։ Առավոտյան տղաս բերել է փոքրիկ իշխանի գիրքը, կարդում ենք իրար հետ, մինչև մանկապարտեզ գնալը ու հենց այս հատվածներ, որ այդ վարդի սերմը ընկնում է իր մոլորակի վրա, իհարկե ինքը մանկական ոնց որ ավելի գրված գիրք էր, բայց ես էլ ակամայից ժպիտ եկավ ինձ, որ ոնց է էլ այդ վարդի ծաղկելը եւ այլն է անդրադառնում այդ փոքրիկ իշխանը հետո անդադ վերալուծում, չի ասում ինքը որ եկավ ընկավ իմ մոլորակ, ես մի տեսակ փոխվեցի, մեղմվեցի, դարձա ուրիշը։ Իրականում այո, դա կա։ Դե ամբողջ բանը մեր կյանքը այդ երկու հակասություններից է բաղկացած, որքան որ տղամարդուն է կնոջ էներգիան պետք, հավասարապես էլ տղամարդու էներգիան կնոջն է պետք։ Դրա համար այդ բալանսը շատ կարևոր է ցանկացած տեղ։ Իդեպ փոքրիկ իշխանը գիրք ինքը իմ կարծիքով հեքիաթի ձևով գրված է, բայց ինքը մեծերի համար գիրք է։ Միանշանակ ինքը շատ խորը գիրք է։ Կասեր մեր փիլիսոփայության դասախոսը Հովականյան ունենք Ժող ինստիտուտում,
էլի իրան էլ եմ շնորհակալ, այն մարկանցից մեկն է, ով իմ մեջ սեր մտցրեց առհասարակ փիլիսոփայության նկատմամբ։ Ինքը ասում էր փոքրիկ իշխանը պետք է 5 տարին մեկ կարդալ, ու ըստեղ վարդի սիմվոլ ինքը դե խորհրդանիշերով ամբողջ գիրքը, վարդի սիմվոլ հենց կանացի էներգիայի սիմվոլն է, վարդը ինքը կանացի էներգիայի խորհրդանիշն է։ Շատ ինքը ամեն ֆրազան այդ գրքի հենց այս առավոտվա ուղակի ոնց որ վերնորից կարդացած է, ինքը ամեն ֆրազան շատ կյանքի բաղկացուցիչ մասեր են։ Բանաձևեր ոնց է։ Այո, ամբողջը ու շատ լավ է գրված։ Կա ֆիլմ կամ գիրք, որը շատ սիրում ես ու էլի քո կյանքում մտահորիզոնի ձևավորման վրա ազդել է ու կցանկանաս խորհուրդ տալ։ Ոյ շատ են, համ ֆիլմերն են անթիվ, համ գրքերն են անթիվ, բայց սենց կյանքի տարբեր փուլերում ինչ որ բան բացահայտելու տարբեր գրականություն եմ ունեցել, որը հետո նորից կարդացել եմ։ Շատ մեծ ազդեցություն է ունեցել Անխել Կուացի հեղինակ կա, իր գրքերի բոլոր շարքը ինքը էզոտերիկա է, բայց Անխել Կուացի։ Ահա։ Ինքը էզոտերիկա է ու բավականին խորը գրքերի շարք է։ Ուսանող թվերին եմ ուսանող տարիներին եմ կարդացել, այս վերջում նորից կարդացի, էլի շատ լավ բազային կյանքի, սենց մի տեսակ սիրտը բացող գրականություն, ասենց ասեմ։ Բեռնար Վերբերից եմ շատ լուրջ բազա վերցրել, էլի էզոտերիկ գրականություն է, բայց բազային էլի կյանքի համար շատ հետաքրքիր գիրքա, այն բոլոր առօրյա Կոելյո, այն ինչ որ sense բեսթսելերները, այդ ամեն մեկը իր մասունքը թողել է, ասենց ասեմ։ Ռիվալվեր կինոն եմ շատ սիրում, ինքը երևի ավելի տղամարդու ուղեղի ստրուկտուրան հասկանալու լավ ֆիլմ է։ Շատ են ուղղակի իրանք sense, չգիտեմ, ես ասում եմ, ես ամեն ինչից փորձում եմ այն ինչ որ ուսուցողական բան է տալիս վերցնեմ։ Քանի որ թեման դու ասացիր էզոտերիկայի, ես կուզենամ այդ մասին մի քիչ խոսանք։ Հիմա շատ տարածված հատկապես ռուսալեզու YouTube-ում էզոտերիկ թեմաներով շատ հաղորդումներ կան, կոնտենտ կա ու հիմա ինքը դարձել է հասանելի մարդկանց, ինչի չի կարելի ասել մի 10-20 տարի առաջ 20 տարի առաջ ինքը եւ անհասանելի էր եւ փակ թեմա էր եւ էզոտերիկան համարվում էր, չգիտեմ, ինչ որ անիրական բան, ոնց ես դու վերաբերվում առհասարակ էզոտերիկային։ Ես կարդում եմ էզոտերիկ գրականություն շատ վաղուց, այսինքն ինքը երևի մինիմում 20 տարի առաջվանից եմ կարդում էզոտերիկա, հենց ինչ որ սկսել եմ մի քիչ կյանքի հետ ավելի շատ շփվել, քան մանուկ տարիքում, այդ տարիքից եմ կարդում, ինքը իմ համար հասանելի գրականություն է, այսինքն այն ինչ որ կարելի է տեղից վերցնել, ես վերցնում եմ, դրա համար չգիտեմ։ Իսկ քեզ ի՞նչն է պատճառը, որ հիմա դա շատ պոպուլյար է դառնում։ Հիմա առհասարակ ամեն ինչն է արագ դառնում պոպուլյար, որտեղ ինֆորմացիան է կայծակնային արագությամբ, ամեն ինչն է դառնում հասանելի, ամեն ինչն է դառնում արագ ու միշտ չի երևի, որ դա անմիջապես դրական էֆեկտ է թողնում։ Էզոտերիկան երևի որտեվ հիմա առհասարակ կյանքը շատ ավելի զգայականին է գնում ու այդ ինֆորմացիան ոնց որ եւ օրինակ Բիբլիան է հիմա շատ ավելի շատ բացատրվում, ասենց ասեմ, այն ինչ որ մենք մեկնաբանում ենք առաջ շատ ավելի սահմանափակ, հիմա շատ ավելի բաց է, շատ ավելի հասանելի է, շատ ավելի մարդկանց համար մատչելի է դառնում շատ բանի գաղափարը, իմիջիայլոց այդ մասով էլ կա հեղինակ Սերգեյ Լազարև, ինքն էլ մեկնաբանում է, էլի շատ հետաքրքիր, իր գրականությունն էլ շատ եմ հավանում, որ հետաքրքիր է շատ, համ էզոտերիկայի առումով էլ ինքը թե ոնց որ աստվածաշունչը, թե էզոտերիկ գրականությունը ինքը շատ պսիխոլոգիայի տեսանկյունից մեկնաբանում ու շատ հետաքրքիր։ Լազարևը առհասարակ համարվում է քրիստոնեության էզոտերիկայի այդ առաջնորդներից, New Age հոսք կա, որը հենց քրիստոնեության էզոտերիկան է վերլուծում, Լազարևը կարկառուն ներկայացուցիչն է։ Իդեպ Լազարևը կարծում ավելի շուտ Բլավատսկայից է, Ելենա Բլավատսկայից է սկսել էս շարքը, որը էլի ես էլ նույնպես կարդում եմ, հետաքրքիր է։ Իրականում հիմա ասենց այս պահին վերլուծեցի, որ նույն Մաստերի Մարգարիտա գիրքը, այդ նույն բազան է տալիս, ուղղակի այն ժամանակ, երբ որ դա գրվել է, ինքը ընդհանրապես չի ընկալվել ինչի մասն է խոսքը, ուղղակի այն ժամանակ նույն աստվածաշունչն է եղել շատ ավելի հստակ բաներով, թեորիաներով, այդ էզոտերիկան ընդհանրապես անհայտ է եղել ինչ է։ Հետևաբար ինքը նույն դրա գեղարվեստական գրականությունն է։ Շատ լավ, եթե դու ուսումնասիրում ես էզոտերիկա եւ այստեղ շատերը հակասություն են տեսնում աստվածաշնչի հետ, ես կարծում հակասություն ընդհանրապես չկա, բայց տեղափոխվելով ես աթորին, ես sense հարց եմ ուզում քեզ տամ, դու հավատում ես Աստծուն եւ եթե այո, ես վստահ եմ, որ կասես այո, քո հաջողությունների մեջ, քո կյանքի մեջ ինչ տեղ ունի առհասարակ հոգեվոր կյանքը եւ ոնց է դրսեւորվում հոգեվոր կյանքը։
հոգևոր կյանքն է ինձ սովորացրել քիչ-քիչ ամեն ինչը, սենց ասեմ, ասքան ինքնաբերել շատ բանի, շատ զգայականի, շատ մեծ տեղ զբաղացնում, որտեվ դա այն մասն է, որ հատկապես որպես գործարար, երբ որ հանկարծ անտեսում ես, դու ընկնում ես այն չոր մատերիալնի գծի վրա, որը որ գործարին հատկապես պետքա բալանսի համար դա։ Միանշանակ, այդ շատ անհրաժեշտ է, որտեվ եթե դու ընկնում ես այս կողմը, այսքան այդ նյութականի կողմը, այո, դա չեմ կարծում, որ կարող է գործարին տանի հաջողության։ Եթե տանի էլ դա լինելու է շատ կարճաժամկետ, որտեվ նպատակը, իմաստը այդ գործարարության մի քիչ սկսում է փոխվել, կարծում եմ։ Իմ համար, ես չգիտեմ, մանկուց էլ այդ զգայական մասը շատ ա եղել, դրա համար շատ կարևոր բաղկացուցիչ տեղ ունի այդ հոգևոր մասը։ Քանի որ գործարի կյանքում նյութի հետ աշխատանքը շատ է, ակտիվի, կապիտալի հետ աշխատանքը շատ է, հոգևոր ուղղությունը ինքը բալանսի ամենակարևոր, այսպես ասած, ոտքն է, այդ երկու ոտքերի վրա կարելի ասել։ Անձը կարա ավելի ամուր լինի, իսկ էզոտերիկային վերադառնալով ես ինքս իմ համար շատ հարցերի պատասխան թե Աստվածաշնչում եւ թե կյանքում գտել եմ էզոտերիկայի մեջ եւ Լազարևից բացի ես նաեւ խորհուրդ կտամ Վադիմ Զելանդին կարդալ, էլի շատ հետաքրքիր հեղինակ է ռուս եւ նույն Բլավատսկայան, որ էլի շատ հետաքրքիր հեղինակ է եւ էլի այս դեպքում էզոտերիկայից մի հարց տամ, քո կարծիքով մենք մի անգամ ենք ծնվում, թե Այդ հարցի պատասխանը միանշանակ չունեմ ոնց եմ մտածում, ճիշտը որ ասեմ, մենք ես Անին մի անգամ ծնվում վստահ եմ, բայց եթե հաշվի առնենք միշտ մամաս ասիրում ասի, մենք մի կյանքի ընթացքում ապրում ենք մի քանի տարբեր կյանք, այդ նույն մենք մի քանի տարբեր կյանք ենք կարողանում ապրել, չէ՞, տարբեր շրջաններում մենք լինում ենք շատ տարբեր, մենք լինում ենք տարբեր դիրքերում, տարբեր հոգեվիճակներում, այդ բոլորը տարբեր մեզ է ձևավորում, հետևաբար ես որպես անձ այս գեներով, այս բանով մի անգամ եմ ծնվում, բայց հոգու հարցը այդ խորությունը չեմ թույլ տա ինձ ուղղակի վերլուծեմ դա։ Okay. Եվ այդ դեպքում կցանկանայի վերջին հարցը տալ, ըստ քեզ մահվանից հետո կյանք կա թե չկա։ Ինչ որ ձևով, ինչ որ տեղ։ Այս բաններ, վերջի վապրոսը նազասիվկուեր։ Ինչ եմ հարցնում, ես սա եմ ուզում ընդգծեմ։ Մի բան է, երբ որ դու մտածում ես, որ ինչ կա չկա այս 80-85 լավագույն 90 տարվա մեջ, մի բան է, որ մտածում ես, որ ինչ որ բան կա դրանից հետո, էլի։ Նաև որպես բժիշկ, ես կուզենայի եւ որպես բժիշկ պատասխանել միքսարը, հա, եւ որպես էզոտերիկայով հետաքրքրվող մարդ եւ որպես քրիստոնյա։ Այն որ մենք ապրում ենք, ասենք, այս X ժամանակը ու վերջ, այդ գաղափարը ինձ չի վախացնում, ոչ մի ձևի, որ ասեմ, վաու, այդ վախենալու է, вообще չէ, ընդհանրապես չէ։ Ինչ վերաբերվում է նրան, որ արդյոք հետո վերածնվում ենք, թե գնում ենք ինչ-որ միտեղ, վստահ եմ, որ հոգին ունի իր եւ դոն եւ պոսլեն, որովհետեւ երբ որ մենք արդեն այս կյանք գալիս ենք, մենք ունենք ինչ-որ բազային զապաս։ Այո։ Միանշանակ ունենք, որ 0 չի հաստատ։ Որ այն երեխան, որը գալիս է, այո, ինքը 0 չի, ինքը եկել է արդեն իր նախասիրություններով, իր հետաքրքրություններով, իր բնավորությունով, դա արդեն բերած ինչ որ հետը բան է, ու այն որ միանշանակ հոգին ունի իր գնալու ճանապարհը դեպի լույսը, դրանում եւս համոզված եմ։ Տեսնում եք, մենք ունենք գործարարներ, ովքեր եւ նյութի հետ են աշխատում, մատերիայի հետ են աշխատում եւ այդ մատերիան են տրանսֆորմացնում։ Ես կարծում գործարարությունը ինքը նման է կապիտալի հետ աշխատանքի, բայց որպես մոգ, այսինքն գործարարը վերցնում է մի միավոր կապիտալը ու իրան բազմացնում է, իրան շատացնում է։ Եվ իմ կարծիքով գործարարի ամենակարևոր հատկությունը հենց կապիտալը շատացնելու հատկությունն է։ Կապիտալի հետ իր կոնտակտը, գործարարի կոնտակտը երկարաժամկետ կտրվածքով վերում է այդ կապիտալի քանակի աճի, եւ այս աշխարհում մեր շուրջը ստեղծված ամեն ինչ գործարարներն են ստեղծել, եւ դա մի կողմն է, եւ մյուս կողմն էլ, որ մեր գործարարները, օրինակ մեր հաջորդ հյուրը, ում հետ այսօր էլի մենք հետաքրքիր հանդիպում ունենք, ամեն Կիրակի պատարագի է գնում, ինքը բավական մեծ բիզնես է ստեղծել, մեր հաղորդումից հաջորդը իր հաղորդումը կլինի, կնայենք իր կյանքում էլ հոգևորն ու բիզնեսը sense հավասար գնում է եւ ես ուզում եմ այսպես ասած տրանսլյացիա անել, որ մեր ունկնդիրները տեսնեն, որ գործարարությունը դա միայն մատերիալիզմ, մատերիայի հետ աշխատանք չի։ Իմ համար գործարարությունը ավելի շատ էներգիա է, քան մատերիա, որտեվ գործարարը իրականում այո, ի վերջո իմաստը կապիտալի ստեղծումն է,
բայց կապիտալն էլ է էներգիա, ինքը ռեսուրս է, էներգիա է։ Այո։ Դա ֆինանսական կոպիտ ասած ոչ չոր փողն է, ոչ Այո։ հաշվի վրայի մնացորդն է, ոչ դա էներգիան է, այսինքն դու ինչ էներգիա դնում ես, ինչ ես դրանից ստեղծում, Այո։ ու ինչ ադաչայս ունենում էլի էներգիայի, որը որ հիմնականում հատուցվում է որպես նյութական Այո։ բարիք, Այո։ բայց ինքը էներգիա է։ Իսկ եթե կապիտալից ենք խոսում, որն ամենաթանկ կապիտալը ըստ քեզ։ Ժամանակը։ Okay, իսկ առողջությունը։ Առողջությունն էլ է շատ կարևոր, որտեվ դա էլ ժամանակի նման անդառնալի բան է, բայց եթե դու ժամանակը ճիշտ գիտես տնօրինել, կարծում եմ, որ առողջության հետ կապված քո մենեջմենտը ճիշտ կլինի։ Համաձայն եմ։ Թույլ տուր ես մի կետ էլ ավելացնեմ, առողջությունը, ժամանակը եւ ուշադրությունը։ Այսօր մենք ինչին ուղղում ենք մեր ուշադրությունը, այդ կողմով էլ գնում է մեր էներգիան։ Այո։ Եթե դա օրինակ մեր ընկերներն են, հա, X ժամանակ շփվում ենք մեր ընկերների հետ, մեր էներգիան գնում է այդ ուղղությամբ։ Բիզնեսի հետ, բիզնեսի ուղղությամբ։ Եվ իմ կարծիքով ժամանակն ու էներգիան իրանք միասին են աշխատում, այսինքն եթե դու ժամանակը ծախսում ես ինչ-որ ուղղությամբ, բայց ուշադրությունդ էներգիատ ուրիշ կողմ է գնում, այստեղ համ ժամանակն է վատնվում եւ դա, այսինքն իրանք միշտ միասին են այս երկու կապիտալի ձևերը։ Երևի ուշադրությունը այն ինչից որ ձևավորում ես քո արժեքները, այսինքն արժեքային համակարգդ որ դասավորում ես, ուշադրությունդ էլ համապատասխան կենտրոնացնում ես, այո, համաձայն եմ։ Եվ մի հետազոտություն կար, որ մի մարդ ամեն օր նայում էր մի ծաղիկի, հա, եւ այդ ծաղիկից խոսում էր, շնորհակալություն էր այդում, սեր խոստովանում, եւ նկարել էր թե ծաղիկը ոնց է աճում, ոնց է զարգանում, շատ հետաքրքիր հոլովակ է YouTube-ում, հետաքրքիր է հետեւել թե մարդու եւ ծաղիկի այդ կոնտակտի մեջ, կապի մեջ ինչ հետաքրքիր process-ներ կան, էլի։ Եվ ես կարծում եմ կյանքում ամեն ինչ է այդպես։ Միանշանակ։ Համամիտ եմ։ Շատ հետաքրքիր է, Անի ջան, քո այդ տարբեր թեմաներից խոսալը, սկսեցինք բիզնեսից, եկանք էզոտերիկային եւ բոլոր ուղղություններով մենք կարող ենք ժամերով խոսալ, բայց կարծում եմ կթողենք դա հաջորդ անգամներին։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկար։ Շատ ուրախ եմ, որ դու Կլուբ Կապիտալի անդամ ես եւ մենք շատ էլի կրկնեմ, երբ տեսնում ենք, որ դու գրում ես, ես այս հարցը կլուծեմ, փորձեմ լուծեմ, մենք գիտենք, որ այդ հարցը լուծված է։ Շատ շնորհակալ եմ։ Եւ նման ձևով ակումբն էլ կանգնած է քո կողքին։ Տենց էլ կա այդ միանշանակ բանը անխոսա, որովհետև շատ հաճախ է լինում, իրապես շատ հաճախ լինում է, որ ես միջոցառումներին չեմ հասցնում հիմնականում մասնակցեմ, բայց այն sense տարականից մինչև կարևոր հարց լինում է, որ sense մի հատ մտածում եմ այդ հարցի լուծումը արագ ոնց տամ ու գրում եմ երեխեքը այնքան արագ միշտ հարցից պատասխանը ստացվում է ստեղից մինչև արտերկիր, որ այդ կլուբի իրոք ֆունդամենտալ բան է, ոնց որ լավ ընկեր լինելը քո կողքը գործարար որպես շատ անկեղծ ինձ շատ օգնում է։ Իդեպ կուզենայի այս պահը ես ընդգծեի, որ ակումբի անդամությունը ինքը երկու ֆորմատ ունի, կան ունենք ընկերներ, ովքեր ակտիվ գալիս են միջոցառումներին, դա մի ֆորմատ է, որը էլի շատ լավ է, շատ էֆեկտիվ է, բայց կան գործարաններ, ովքեր օրինակ քո նման համատեղում են բիզնես, ընտանիքը, մի քանի բիզնես ու ֆիզիկապես չեն կարող միջոցառումներին մասնակցել, այդ ժամանակ ակումբից օգուտ եւ արժեք կարելի է ստանալ նույն քո ասած բիզնես մենեջերներին, հա, մեր Սոնանա, Ջուլիանա, մեր երեխեքն։ Ոնց որ մի հատ լավ ընկեր ունես, գիտես, որ ինչ եղավ կգրես, մի հատ լավ արձագանք կստանա։ Այո։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ ակումբը բավականաչափ եւ հավասարաչափ կարող օգտակար լինի նաեւ այն մարդու համար, ով ուղղակի ֆիզիկապես չի հասցնում գա, բայց ունի այդ 2-3 հեռախոսի համար։ Միանշանակ այո։ Եվ այսպես։ Դե շնորհակալ եմ քեզ եւս մեկ անգամ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք ամենահետաքրքիր հարցեր գրողներին, ամենահետաքրքիր մեկնաբանություններ գրողներին կնվիրենք ես գիրք Անին Փաթեթ Պանացեայի Իդեպ փաթեթը ֆանտաստիկ է 40 տեսակի պրոդուկտ կա, որոնցից յուրաքանչյուրը կարելի է շատ համով եւ առողջարար ուտել։ Դե, մինչ հանդիպում, շնորհակալություն, մեր հաջորդ հյուրը արդեն մոտենում է, մենք հաջորդ պոդքասթը մյուս շաբաթ օրը կտեղադրենք YouTube-ում եւ մինչ հանդիպում